Բարոյցս։ Սդայի հետ կապված ես կարծում եմ սդան ինչ որ տենց լուր սպասելիքներ սդայի չեն կարող ունենալ, այնպեսի որոշում չի կայացնի, որը որ այսպես կտրուկ ինչ որ որոշում կլինի, որը որ հակառակ կլինի, ասենք, իշխող կուսակցության սպասելիքներից, այսինքն սպասենք, որ սդան կճանաչի, չգիտեմ, անվավերք չեղարկի կամ չգիտեմ ոնց են տերմինը ասում ընտրությունները չեմ կարծում, որովհետև սա այս ընտրությունները իրանք աշխարհաքաղաքական բնույթ ունեն, չնայած որ Հայաստանում են տեղի ունեցել, այսինքն լոկալ բնույթի են, բայց ինքնք սերտ կապված են աշխարհաքաղաքական process-ների հետ, իսկ Սահմանադրական դատարանը իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի դուրս գալ այդ աշխարհաքաղաքական process-ների դեմ կամ ինչ որ ձևով խանգարել այլ հարց, ուզում են, չեն ուզում, այդ այլ հարց է, բայց նույնիսկ ուզենանել իրենք դա չեն անի, որովհետև Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի դեմ դուրս գալ այդ process-ներին, այնպես որ խոսեն, ինչ որ բաներ կասեն, սա կարող է ինչ որ իր որոշման մեջ ինչ որ ձևով անդրադառնա տեղի ունեցող խախտումներին, բայց կասի, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել, մի խոսքով ընտրությունները ճանաչվելու են իմ կարծիքով։ Ինչ վերաբերվում է Փաշինյանի սպառնալիքներին, դե տեսնում ենք, որ ժողովրդավարության բաստիոն արևմուտքից տրվել է կանաչ լույս կիրառելու բոլոր ժողովրդավարական այսպես կոչված մեթոդները անդիմախոսների դեմ։ Դե սա ստանդարտ արևմտյան ժողովրդավարության մոդելի կիրառում է։ Այդ մենք առաջ ենք մտածում, որ ժողովրդավարությունը դա չգիտեմ, օրենքի գերակայություն, իրավահավասարություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն եւ այլ եւ այլ։ Պարզվեց, որ այդ ամեն ինչը արևմուտքի համար նույնիսկ չարժի այն թղթի գինը, որոնց վրա այդ տեքստերը տպած են։ Նույնիսկ սեփականության իրավունքի այդ իրավունքը չխախտելու այդ սկզբունքը իրենք բազմակի անգամ խախտել են։ Այսինքն իրենց համար ոչ մի խնդիր չկա որևէ մեկից պետությունից օրինակի համար
օրինակ իր միջազգային ռեզերվները խլելու, ինչ որ մեկից ունեցվածք խլելու, միակողմանի սանկցիաներ կիրառելու, այսինքն այսօր պարզ է դառնում, որ այդ արևմտյան դեմոկրատիայի այդ արժեքները այսպես կոչված փուչիկ են եղել միշտ եւ ուղղված են եղել միայն տարբեր պետություններին խաբելու, գայթակղելու, վերջում էլ ինչպես ասում են գցելու։ Դե հիմա դրա դրսևորումները մենք տեսնում ենք արդեն բացահայտ արևմուտքը որևէ ձևով էլ չի թաքցնում իրենց կողմից ամենաթողության քաղաքականությունը եւ այդ ամենաթողությունը արտացոլվում է նաեւ իրենց կողմից հովանավորվող տարբեր ռեժիմների կողմից։ Դե Ռուսաստանի արձագանքը այն էր, որ իրենք սպասելու են վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը, այսինքն երբ որ օրենքով բոլոր ընթացակարգերը կանցնի, ասենք սահմանադրական դատարանն էլ եզրակացությունը կտա եւ այլ եւ այլն։ Պարզ է, որ Ռուսաստանը չի ինքը իր վրա չի վերցնելու ֆունկցիա գնահատելու սահմանադրական դատարանի անաչառությունը կամ օբյեկտիվությունը։ Նման ֆունկցիա բնականաբար ինքը չի վերցնի։ Եվ եթե ընդդիմությունը սահմանափակվի սահմանադրական դատարանով, այսինքն սահմանադրական դատարանը ճանաչի ընտրությունները, ասի որ էական խախտումներ չեն եղել կամ որոնք որ եղել են էական ազդեցություն չեն թողել, եւ դրանից հետո էլ ոչ մի ձևով չշարունակվի ընդդիմության կողմից գործընթացը, կարծում եմ ՌԴ-ն կշնորհավորի ինչ տեսքով չգիտեմ, բայց ինչ որ ձևով կանդրադառնա դրան։ Հիմա կարող է ասենք անցած անգամների համեմատ մի քիչ ավելի զուսպ լինի այդ այսպես կոչված շնորհավորանքը, բայց ինչ որ ձևով անդրադառնալու է։ Ինքը որևէ ձևով ոչ Հայաստանի օրենքներն է մեկնաբանելու կամ ասելու է սխալ է կամ ճիշտ է կամ ասենք սահմանադրական դատարանի որոշումն է մեկնաբանելու։ Նման ֆունկցիա ինքը իր վրա չի վերցնի, բայց եթե օրինակի համար Հայաստանում լիներ լուրջ քաղաքական, ինչպես ասում են, ճգնաժամ, որի հետևանքով ընտրությունների լեգիտիմությունը լրջորեն կասկածի տակ էր դրվելու, միգուցե այդ դեպքում ինքը մի քիչ երկարացներ Ռուսաստանը նկատի ունեմ։ Բայց եթե այդպես սահմանադրական դատարան ընդունեց ընդդիմությունն էլ այսպես իրավական process-ների մեջ փորձի մնալ, չգիտեմ, գնալ խորհրդարան կամ չգնալ խորհրդարան, կարծում Ռուսաստանի կողմից կլինի արձագանք։ Չմոռանանք, որ Ռուսաստանի ղեկավարությունը ինքը չի առաջնորդվում ինչ որ էմոցիաներով, ձեռքախփի սեղանին, ասի վերջ, իրենք պրագմատիկ քաղաքականություն են վարելու եւ եթե իրենց շահերից բխում է, որ իրենք պետք է անդրադառնան ընտրություններին եւ ինչ որ ձևով թեկուզ եւ ավելի զուսպ շնորհավորեն, իրենք դա կանեն։ Այսինքն իրենք սպասարկյորեն իրենց ազգային պետական շահը եւ չեն նայելու Հայաստանում որևէ մեկի կարծիքի վրա, պետք է լինի շնորհավորեն, իրենց շահերից չբխի, չեն շնորհավորի։ Այս Ուկրաինա այս էներգետիկ ենթակառույց մեծ հաշվով դա չի լինելու էականը կճանաչի, չի ճանաչի կշնորհավորի թե ոչ։ Նույնիսկ եթե շնորհավորեց ու Հայաստանն էլ շարունակեց այն կուրսը, որ միջև հիմա կար, դա չի նշանակում, որ շնորհավորելուց հետո Ռուսաստանը չի կարող լրացուցիչ սանկցիաներ կիրառել։ Այսինքն երկու դեպքում էլ շնորհավորի կամ չշնորհավորի ինքը ելնելու է Հայաստանի իշխանությունների քայլերից։ Եթե դրանք շարունակեն լինել այնպիսին, որոնք ոտնահարում են Ռուսաստանի շահերը, իսկ Ռուսաստանի շահը ժամանակին Օվերչուկը ասաց որն է, որ Հայաստանի միջոցով մենք ապահովում ենք ռազմավարական խորություն։
այսինքն իրենց շահերը նման ձևով են իրենք տեսնում եւ այդ ռազմավարական խորություն ստանալու դիմաց Հայաստանը ստանում էր արտոնություններ։ Հիմա եթե Հայաստանը չի ուզում էլ այդ ռազմավարական խորությունը ապահովի Ռուսաստանի համար, դե ուրեմն դրա դիմաց արտոնություններ էլ չի ստանա։ Այսինքն ուզում եմ ասեմ, շնորհավորի միևնույն է, դա իրեն ոչ մի ձևով չի կաշկանդելու հետագա իր քայլերում, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն նպատակաուղղված քայլեր իրականացնել Ռուսաստանի շահերին հարվածելու համար։ Այնպես որ ես այդքան չէի կախվի այդ շնորհավորի չի շնորհավորի, ոչ մի էական ազդեցություն չի ունենա։ Կարող է շնորհավորել, բայց դրանից հետո շատ ավելի խիստ սանկցիաներ լինեն, քան ասենք չշնորհավորի, դրանից հետո կարող է ավելի մեղմ լինեն, չգիտեմ, կախված է նրանից, թե Հայաստանը ինչ քայլեր կձեռնարկի։ Ինչ որ դա շնորհավորել ինչ որ էական նշանակություն ես չեմ տալիս դրան, որովհետև միևնույն է Ռուսաստանը այդ սանկցիաները կկիրառի, եթե գտնի ճիշտ է։